տուն եք գնում հիմա աշխատանքը դադարեցված է ընդհանրությամբ ինչ են ասել ինչ կարող եք ասել Ոչ մի բան չէ իսկ հիմա տուն եք գնում Վաղ պետք է գնանք Մի քանի հարցի, հա, պատասխանեք, այս պահին, փաստորեն դուք ինչպես տեսնում ենք, գնում եք տուն։ Ինչ է ձեզ ասվել, ինչ գիտեք, ինչ եք տեսել։ Ոչ մի բան ոչ գիտենք, ոչ էլ տեսել ենք, ինչ պիտի տեսածել ենք։ Եկել ենք գործի, հիմա ասում են գնացեք այդ մեկ տուն, զավոդը կայացրել է։ Իսկ երբ կվերադառնաք աշխատանքի, ինչ մտահոգություններ ունեք առհասարակ։ Չենք իմանում, ոչ մի բան չենք իմանում։ Այսինքն գնալու եք տուն եւ սպասեք, թե երբ կգաք աշխատանքի, չգիտեք առանց իմանալու, թե ինչ է կատարվում եւ երբ կարող եք վերադառնալ։ Ասեն, մենք էլ կանենք էլի։ Գնում եք հիմա։ Հալե, դե որ չի աշխատում մնանք։ Դուք ինչ ասեք, բարև ձեզ։ Փաստորեն տուն եք հիմա գնում, ինչ է ձեզ հայտնի, երբ եք վերադառնալու, արդյոք մտահոգություններ չունեք կապված այս իրավիճակի հետ։ Ինչ ասենք, հենց երկրում ենք ապրում, ինչի մասին մտածենք։ Մնամա փախնենք այս երկրից։ Դուք ինչ կարող եք ասել, բարև ձեզ, դուք փաստորեն անվտանգության աշխատակից։ Չէ, սովորական առավոտյան եկել եմ աշխատանքի, ցույց չեն տվել մտնենք աշխատանքի, չեն մեկնաբանել ինչա կատարվում, տեղյակ չեմ։ Ինչ մտահոգություններ ունեք, ինչ եք տեսել առհասարակ։ Իմ մտահոգությունը չէ, ամբողջ մարզի մտահոգությունն է կարելի ասել, որտեղ 1000 հոգի մարդ է աշխատում այս գործանում։ Բոլորն է գիտեք, ժողովուրդը սա վարկեր ունեն, պարտքեր ունեն, ամբողջ արտադրությունն է դժվում։ Չգիտեմ։ Այսինքն անորոշ է աշխատանքը կկորցնեք, թե չեք կորցնի, եկամուտի աղբյուրն է, չէ՞ ձեր ընտանիքի։ Այս պահին այո։ Այս պահին այո, չգիտեմ։ Դուք ինչ եք պատրաստվում անել հիմա փաստորեն գնում եք տուն, սպասեք, հա թե ինչ որոշում կկայացվի։ Այո։ Եվ ինչ հույսեր ունեք առհասարակ, ինչպես որ կհանգուցալուծվի։ Չեմ կարող ասեմ ինչ հույս ունեմ, որ ասենց ամեն ինչը նայում եմ, ինչա կատարվում, հույսեր չկա ալի շոբանի հետ կապել։ 53 տարվա ստաժ ունեմ Արարատ ցեմենտի գործարանում։ Աշխատել եմ ներքևի գործարան, հետո վարձացել եմ ստեղ, երբ որ շինարարությունը սկսվեց, ինձ զորով հանեցին ստեղ աշխատելու։ Նմանատիպ բաներ, նման գործարաններում չի կատարում։ Այս գործարան աշխատում է 24 ժամ։ Այսօրվա արած էր, որ արեցին։ Եկան ժողովրդի կեսը արդեն անցել են իրանց աշխատանքին, կեսն էլ մնացել է ստեղ։ Չէ որ էսի հոսքը, աշխատանքային հոսքը գնում ամեն տեղում իր աշխատողը պետք է կանգնած լինի, որ ավարիաներ չստեղծեն։ Էս ինչ արեցին գործարանը, հասանք ժամ 8-ին գործարան եւ գործարանը մի մասը եկել է, մի մասը չեկե եւ մեծ ավարիա ստեղծվեց փեչի վրա։ Էսի անելու բաներ, որ լավան մնաց փեչի մեջ, վերջը ոնց ալնելու։ Ես չեմ հասկանում այս պետությանը, չեմ հասկանում։ Ես չգիտեմ։ Այսինքն նաեւ վտանգ է հա ստեղծվել։ Մեծ վտանգ է ստեղծվել։ Այո, որտեղ գազա վառվում, գազ, ամեն ժամը վառմատած 3000 կուբամետրից ավել գազ, գազը փեչի մեջ է ու ավարյան ստեղծման մարդ չկա, որ տեր կանգնի, ոնց կլնի տենց բան, բանվորների ոնց կարելի է կայնացնել գործարանի դեմը, թող մտնեին, թող իրանց սմեն ընդունեին, տեն այն ինչ այնշտել օրնական ձև ու գային սիրուն ձևով կանգնացնեին, ով է բան ասե, կամ նախորոք ասեն, որ սենց բան ալնելու մենք կանգնացրած լինենք, լավան չթողեինք փեչի մեջը։ Ինչ մտահոգություն առհասարակ հիմա ունեք կապված նաև գործարանի հետ դուք երկարամյա աշխատակից եք ձեզ Երկարամյա աշխատող իմ մտահոգությունն է նա որ նմանատիպ գործարանը կառուցվել է որ պետք է ամբողջ Կովկասին մատակարարեր ցեմենտ այսօր Ադրբեջանը մեզանից անցավ առաջ մենք մնացինք հետ եւ հələ մնում ենք խանգարում են մեր աշխատանքին չպետք է սենց բան լինի ընդհակառակ այս գործարանը պետք է աշխատի օդի դո նմանատիպ գործարան նմանատիպ հանգակար ոչ միտեղ չկա Նման գործարանը կանգնեցնել, էդի ես չեմ կարող ասեմ։ Ես չեմ կարող ասեմ, էդի ինչ կլինի։ Հիմա տուն եք գնում եւ այդ սպասելով, թե հա ինչ կլինի։ Ես ինչ իմանեմ ուր եմ գնում։ Չգիտեմ էլ ուր եմ գնում։ Ես որտեղ շուտ էի հասե անցե, ես չէի կանգնել այստեղ։ Ես գնացել եմ արդեն հերթափոխ էի ընդունել, որ պետք է աշխատեմ։ Այդ ժամանակ էլ արդեն ավարյան գնաց, որտեղ որությունը չէր բարձացել վերև։ Մենք գիտենք, որ բազմաթիվ աշխատակիցներ ունի Արարատ ցեմենտը, փաստորեն այդ ընտանիքները մնալու են այսպես առանց հացի, առանց ջրի։ Եթե չաշխատի, նաև գյուղատնտեսությունը չի զարգանալու։ Խի գյուղացին կարողանալու էր ապրանքը ծախի, ամբողջ ռեգիոնը մնալու է սոված ծառավ։ Թող մնա, ոնց լավերդին քանդված թող էսել քանդվի։ Այս պահին իմ զրուցակիցը Արարատ ցեմենտ գործարանի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանն է։ Պարոն Պողոսյան, ավելի մանրամասն կներկայացնեք, թե ինչ գործողություններ են այստեղ վաղ առավոտից իրականացվել։
Բարև ձեզ։ Իհարկե կներկայացնեմ, ուրեմն 7-ից 8 ընկած հատվածներում այսպես լայնածավալ գրոհել են կարծես գործանի վրա, փորձելով վախի մթնոլորտ, փորձելով, չգիտեմ, ահաբեկել աշխատողներին, ի վերջո սեփական տարածք է ներխուժում, անվտանգության աշխատակիցները, ովքեր փորձել են պարզել, թե ինչ նպատակով վախցրել են ֆիզիկական ուժ գործադրել, եթե խոչընդոտեք ձեզ կձերբակալենք, չգիտեմ, այսպիսի մեկնաբանություններով, այսպիսի վախի մթնոլորտ ստեղծելով, տվյալ ժամին նաև ինքը հերթափոխային, այսպես ասած, ժամ ա եղել, հերթափոխի փոխարինման ժամ ա եղել, այն աշխատողները, ովքեր հերթափոխը հանձնելուց են եղել, իրանց բոլորին տարածքից դուրս են հանել գործանի, այն աշխատողները, ովքեր պետք է գային հերթափոխ ընդունեն, որպեսզի ապահովեն գործանի աշխատանքը, չեն թողել ներս մտնել, այսպես խոչընդոտելով, փորձելով երևի պարալիզացնել գործանի ամբողջ աշխատանքը։ Իսկ ինչ են ձեզ ասել, ինչ գործի շրջանակում է, առհասարակ արդյոք թույլատվություն են ունեցել մտնելու այս տարածք։ Ներկայացրել են դատանի որոշում, որ ունեն խուզարկության, այսպես ասած, իր որոշում, խնդրել եմ իրենց ղեկավարին, ներկայացրել են, խնդրել եմ իրենց ղեկավարին, ասել եմ, քանի որ ես ինքս փաստաբան չեմ, մի փոքր սպասենք, փաստաբանը մոտենա, կներկայացնի, որպեսզի հասկանանք ձեր գործողությունները ինչքանով են ձեր որոշման կամ ձեր, այսպես ասած, հանձնարարականի մեջ մտնում կամ ինչքանով չեն մտնում, հասկանանք իրանք բացարձակ այո դեմ էին, հրաժարվել են, մենք կանենք մեր գործողությունները, եթե ասելու բան կունենաք, հետո դուք կասեք, չգիտեմ, կբողոքեք, այսպես իրենց գործողությունների ընթացքում, ինչպես արդեն փաստաբանները մեկնաբանեցին, խուզարկության այսպես կոչված իրավունք չունեին, նման դատանի որոշում չկար, իրանք էլ ապօրինի ձևով մտել են ընկերության վարչական տարածք, կապարակնքել են բոլոր աշխատասենյակները, ընդհանուր մինչև վարչական շենքի գլխավոր մուտքը։ Իսկ ինչ էին փնտրում առհասարակ։ Ինչ են տարել։ Չէ, տարել ոչինչ չեն տարել, ասցին ընդամենը խուզարկություն են անում, բայց իրանց այսպես ասած խուզարկության տակ ընդամենը կապարակնքել են փորձելով պարալիզացնել ամբողջ աշխատանքը։ Պարոն Պողոսյան, այսինքն ես ճիշտ հասկացա, հիմա աշխատանքը գործարանի ամբողջությամբ դադարեցված է, քանի որ մենք նաև զրուցեցինք աշխատակիցների հետ, Արարատ ցեմենտի, ասում էին, որ մենք հիմա գնում ենք տուն եւ չգիտենք թե երբ ենք վերադառնալու։ Այո, ու քանի որ արդեն ասեցի, որ առավոտ հերթափոխը որ հանձնել է, ի սկզբանե մարդիկ գնացել են տուն, նոր հերթափոխը որ պիտի գար չեն թողել, իսկ գործանի աշխատանքը ապահովել է պետք, ընթացքը ապահովել է տենք, սա ասենք ինքնահոս չի կարող էլի ապահովել։ Նույնիսկ իրանց որ ասում ես չի կարող այդպիսի, ասենք, պետք է ապահովել գործանի աշխատանքը, դուք չեք պատկերացնում, դա ինչ հետևանքներ կարող ունենա, թե սարքավորումների մասով, որոնք կարող են վնասվել, որոնք այսօր ցավոք սրտի այլևս չեն արտադրվում, ժամանակին արտադրվեն ԽՍՀՄ-ի տարածքում գործաններ, այսօր այդ գործաններ չկան, նույնիսկ որ փոխարինող ինչ-որ բան կարողանանք չեք գտնել, տեղադրել կամ ապահովել ընթացքը։ Նույնիսկ ասում ենք, որ գործանի կանգառը կարա նույնպես էկոլոգիապես, ասենք, վնաս հասցի հանրապետությանը, թողեք ապահովենք, իրանք բացարձակ իրանց դիրքորոշման մեջ ոչ մի բան փորձում են ամեն ձև խանգարել, խոչընդոտել։ Այսինքն կարելի է ասել, որ իրենց գլխավոր նպատակը գործարանի աշխատանքը այսպես պարալիզացնելն էր, այդպիսի եզրահանգման եք դուք եկել։ Եթե առաջին եզրահանգում, ապա այո, նպատակը եթե առաջինը հենց դա էր, փորձել, որովհետև ինչպես տեսակ նաև ասենք գնորդները, հա, ովքեր գալիս են, հանրապետության հիմնական մատակարարը մենք ենք ցեմենտի գործաններ, ճիշտ է կան այլ ցեմենտ վաճառողներ, մենք որպես մատակարար գնորդներ ովքեր եկել են նույնպես զրկված են հնարավորությունից ցեմենտ գնելու, այսինքն ամբողջությամբ դադարել է գործընթացը։ Եթե դուք տեղյակ եք հավանաբար, որ առավոտից խուզարկություններ են նաև Multi Group կոնցեռնի մի շարք ընկերություններում, նաև այդ ընկերությունների տնօրենների տներ են մտել իրավապահներ, արդյոք ձեր տանը նույնպես խուզարկություն եղել է։ Իհարկե, նույնպես խուզարկություն, նույնպես էլի վախի մթնոլորտով, նույնպես էլի, չգիտեմ, ահաբեկելով, նույնպես էլի է եղել, այո։ Արգրավել են, չգիտեմ, փաստաթղթեր, ինչ-որ կրիչներ, մտածելով, թե ինչ-որ տեղեկություններ կարող է լինի։ Իսկ հանգուցալուծումը ընդհանուր առմամբ ինչ եք պատկերացնում, ձեր աշխատակիցներին կամ ինչ եք ասում։
Այս պահին փորձում ենք հասկանալ հետագա գործողությունների ի վերջո, ասենք, կապարակնքելով, խոչընդոտելով գործանի աշխատանքը, պետք է նաև հասկանանք իրավական դրա հիմքերը, ինչքանով է դա ճիշտ, ինչքանով ունեն դրա իրավունքը, որ եւ արդյոք մենք հետագա ընթացքը կարող ենք ապահովել, այդ մասով երևի փաստաբանները լրացուցիչ արդեն հետագա ընթացքը կասեն, կուղղորդեն մեզ, բայց այս պահին ցավոք սրտի ամբողջությամբ պարալիզացված եւ գործանը կանգնած է։ Այսինքն վարչական շենքի բոլոր դռները կապարակնքված են այս պահին։ Ընդհուպ միջև գլխավոր մուտքը, այո, բոլոր դռները առանձնապես եւ գլխավոր մուտքը նույնիսկ բարեկային ծառայություն են կանչել, բարեկային ծառայություն կողմից բերել են էլի ժապավենով փապ, այսպես ասած, կապարակնքել են, որ մոտիկ չգնանք։ Ասում են հիմա դուք դրսում հետևում եք, սպասում եք, հա, ինչ կլինի։ Այս պայն այո, տեսնենք հետագա ընթացքը ոնց կլինի։